Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այս պահին դադարեցված են շինարարական աշխատանքները, չնայած դրա, որ ժամանակին մենք տեղեկացանք այն պահին, երբ որ շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ էին, ոչ պատշաճ իհարկե աշխատանքների հետ կապված, որը մեր ուշադրության կենտրոնում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության, և նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը գրավոր կերպով հարց ուղղեց, իր մտահոգությունները արտահայտեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ կապված խնդիրներին, թանգարան ՏՕԱԿ-ի տնօրենուհի Տիկին Նիկոզոյանին, ակնկալում ենք պատասխանը բնականաբար, բայց այդ առումով հիմա այստեղ ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի հետ, որին փոխանցեմ խոսքը, որպեսզի նաև ասի։ Շատ շնորհակալություն։ Այո, մենք ուզենք շնորհակալություն հայտնենք այդ բոլոր միավորումները, ուժերը, կազմակերպությունները, մանավանդ լույսի բանակին, որ սկիզբեն ի վեր եկան այստեղ եւ բացահայտեցին մեր ուշահամալիրի ընդհանուր վիճակը, ինչպես որ կտեսնաք, եւ մեզ համար շատ կարեւոր է։ Մենք անմիջապես անշուշտ մասնակցեցինք ուղղակի, ինչպես որ Տիկին Արուտունյանը ներկայացնեց մեր Ծիծեռնակաբերդի ուշահամալիրի տնօրենուհի մոտ, բայց շատ կարևոր էր, որ բացահայտենք այդ իսկական վիճակը, որպեսզի աշխարհի հայությունը տեսնա, որ մենք կպաշտպանենք եւ կպահպանենք մեր սրբավայրերը։ Այո, ուշահամալիրը մեզ համար սրբավայր է, ինչպես որ կտեսնաք այնտեղ մյուս կողմը մեր սև բարդի կա, այդ բարդին, որ գտնվի Արևմտյան Հայաստանի տարածքում, կտեսնանք, որ այդ սրբավայրը Արևմտյան Հայաստանի մաս կկազմի եւ շատ պատասխանատու քայլն է մեր ուշահամալիրը Արևմտյան Հայաստանի զոհերի հիշատակի համար պահպանելու։ Այո, ինչու սրբավայր է, որովհետև այստեղից 1965-ից ի վեր հայությունը կհավաքվի եւ ցույց կտա, որ միավորված է Արևմտյան Հայաստանի իրավունքները պաշտպանելու։ Այսինքն այդպես մենք չենք գալիս այստեղ մինակ եւ մինակ մեր զոհերի հիշատակի համար։ Մենք ուկանք այստեղ ցույց տալու, որ այո, աշխարհի հայությունը միացված է մեր իրավունքները պաշտպանելու եւ մեր իրավունքները իրականացնելու համար։ Այդ համար մեզ համար շատ կարեւոր է, որ այստեղի երևանյան տարբեր խումբեր, ուժերը, կազմակերպությունները ուղղակի եկան, մասնակցեցին, ամեն ինչ կրին, որպեսզի այդ տեսակ վնասները չշարունակվեն մեր զոհերի, մեր ուշահամալիրի վրա։ Այդ համար նորեն կուզենք մեր կառավարության, Արևմտյան Հայաստանի կառավարության կողմեն շնորհակալություն հայտնենք այդ բոլոր ուժերը, որ միացան այդ վնասները կայունացնելու համար եւ մենք այդպես շարունակենք, միացված ձևով շարունակենք, որպեսզի մեր արժեքները պաշտպանենք ամենտեղ եւ Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան Հայաստանում, ներառյալ Արցախում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ենք նույն կերպ, հետաքրքրված լինելով եւ առհասարակ ուշահամալիրը մեր ուշադրության կենտրոնում պահելով հանդերձ։ Շնորհակալ եմ բոլորիդ։